Երևանը լուր է հանուն համաձայնագրի, խոսում են Բաքվի սահմանադրությունն ու ռազմական դոկտրինը հակահայ պահանջներով։ Բաքվի երախից թույն ու ատելություն է հորդում զեկույց, որ բացահայտում է հայատյաց հռետորաբանության նպատակները։ Ամեն հայկականը յուրացնելու, սեփականացնելու Ալիևի Զավթիչ ծրագիրը, արևմտյան Ադրբեջան նարատիվը հասել է Վարշավա։ Անօթաչուների հարվածներ ուկրաինական քաղաքներին, Զելենսկու սպիտակ դրոշը, Կիևը պատրաստ է հրադադարի երկխոսության։ Թեժ կրքեր խորհրդարանում, լեզվակռիվը քաշքշուկի է վերածվել, ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորները անցել են ձեռնամարտի։ Տնային կալանքի տակ պահպանելով աշխատանքը, նոր առաջարկ կալանավորին օնլայն աշխատելու հնարավորություն։ Տրանսպորտային թնջուկ, որ չի հանգուցալուծվում, Երևան աշտարակ մայրուղին կրկին փակվել է, ինչու չեն գոհանում պրոշյանցիներն ու քազախցիները։ Շամիր ամիսը Քոսրահում 4 մարդու սպանությունից 8 տարի անց հայտնի է մարդասպանի պատիժը, Քալաշյանը կնստի ցմահ։ Կաթված եւ սրտի անբավարարություն Պոնտիֆիկոսի մահվան պատճառը, Հռոմի Պապը վերջին հանգրվանը կգտնի իր սիրած աղոթատեղիում, Սանտա Մարիա Մաջորեում։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Պահանջի դեմ պետք է պահանջել, ջրի երես են հանվել Ադրբեջանի պետական փաստաթղթերում հակահայ ռազմատենչ ձևակերպումները, որոնք չափազանց վտանգավոր են մեր երկրի համար։ Երևանը լռում է խաղաղության համաձայնագրին չվնասելու համար, իսկ Բաքուն շարունակում նախապայմանների լեզվով խոսել, պահանջելով փոխել մեր սահմանադրությունը, որն իբր իրենց տարածքային ամբողջականությունն է վտանգում։ Այնինչ, հենց Ադրբեջանի մայր օրենքն ու ռազմական դոկտրինն են ուղիղ սպառնալիք մեր պետության եւ հայկական տարածքների նկատմամբ։ Սիրանուշ Մուրադյանի ռեպորտաժը։ Ադրբեջանի սահմանադրությունը, ռազմական դոկտրինը, ազգային անվտանգության մասին օրենքը լիքն են հակահայկական ձևակերպումներով, Հայաստանից տարածքային պահանջներով։ Ադրբեջանն նոր ու գիշեր մեզնից սահմանադրության փոփոխություն է պահանջում, պարզ ձևակերպում, թե այնտեղ իրենցից տարածքային պահանջներ է տեսնում։ Մի խնդիր է, որ որևէ երկիր այլ երկրից չի կարող հիմնական օրենքի փոփոխություն պահանջել։ Մեկ այլ խնդիր է, որ հենց Ադրբեջանի սահմանադրությունը Հայաստանից տարածքային պահանջներ ունի։ Այս մասին Երևանը հիշատակել է ամենաբարձր մակարդակով։ Իսկ այդ երկրի Սահմանադրությունն ասում է, որ այն հենվում է 1918-ին ստեղծված պետության անկախության հռչակագրի վրա եւ որ այն միակ փաստաթուղթն է, որտեղ նշվում է Ադրբեջանի կոնկրետ տարածքը։ Այսուհետև Ադրբեջանի ժողովուրդները ինքնիշխան իրավունքների կրող են ճանաչվում, իսկ Ադրբեջանը կազմված արևելյան եւ հարավային Անդրկովկասից, անկախ պետություն։ Պաշտոնական Բաքվի քարտեզում արևելյան Անդրկովկասը ներառում է Սյունիքի մարզը, տարածքներ Գեղարքունիքից ու Վայոց ձորից։ Երևանն ասում է գիտի այս մասին, բայց սա չի դարձնում բանակցությունների թեմա, որովհետև խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստում դրույթ կա, ըստ որի կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը որպես արդարացում տվյալ միջազգային պայմանագրի դրույթների չիրականացման։ Միջազգային агентները սակայն պնդում են Ալիևը իրավական, առավել եւս բարոյական լեզուն չի հասկանում։ Քարոզչական տերորին նույն լեզվով պետք է պատասխանել։ Պահանջի դեմ պետք է պահանջել։ Այդպես հելուոնազան լսել կամ ինչ-որ մտածել կատարելու մասին, դա շատ սխալ է։ Արևեքսիկ սիրում են ուժը, ուժի դեմ ուժը։ Իսկ մենք միշտ մտածում ենք, օր առաջ խաղաղության պայմանագիրը կնքենք, շատ ներողություն։ Այդ խաղաղության պայմանագրի հետևից շատ չընկնենք։ Դա նշանակում է, որ մենք խնդրում ենք, որ պայմանագիրը կնքվի։ Իսկ խնդրելու հարց չկա այստեղ։ Այն ժամանակ երբ իրենք մեր արժեվ խիստ պահանջներ են դնում, շատ վտանգավոր պահանջներ են դնում։ Նրանք փաստացի ամբողջը վաղօրոք են պլանավորել։ Բաքվի ռազմական դոկտրինը ուղիղ շեշտադրումներով է։ Այստեղ ադրբեջանցիներն ասում են Հայաստանը օկուպանտ է, էթնիկ զտումների հեղինակ։ Հայաստանի Հանրապետության կողմից Ադրբեջանի Հանրապետության տարածքի մի մասի օկուպացիան, էթնիկ զտումների քաղաքականության իրականացումը Հայաստանի այն շրջաններում, որտեղ ժամանակին ադրբեջանցիներ են ապրել, ազգային անվտանգության վրա ազդող հիմնական բացասական գործոններն են։ Ռազմական դոկտրինում ադրբեջանցիները գրել են, թե Բաքուն իրեն իրավունք է վերապահում կիրառել բոլոր անհրաժեշտ միջոցները, ներառյալ ռազմական ուժ վերականգնելու իր տարածքային ամբողջականությունը։ Ռազմական ուժի կիրառման հետ կապված իդեպ նկատենք Ադրբեջանը, որ տասնամյակներ առաջ ճիգ ու ջանք չէր խնայում անդամակցելու Եվրոպայի խորհրդին, ի վերջո ընդգրկվեց եվրոպական այդ ընտանիք պայմանով, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառելով ուժի կիրառումը։ Միջազգային այս փաստաթղթերը ոտքի տակ առած Բաքուն ներսում խզբզանք փաստաթղթեր
մոգոնել, մեկի անունն էլ դրել ազգային անվտանգության ռազմավարություն, լեփ-լեցուն հայկական կողմի համար խնդրահարույց կետերով։ Հարևան Հայաստանը Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ իրականացրել է ռազմական ագրեսիա, որի արդյունքում մոտ 1 միլիոն ադրբեջանցիներ դարձել են ներքին տեղահանվածներ եւ փախստականներ։ Այստեղ նրանք նույնիսկ ինքնիշխան Հայաստանի տարածքում գտնվող Մեծամորի ատոմակայանի մասին են գրել։ Բողոքում են, թե մեջբերում Հայաստանի հարևան երկրների տարածքները ենթարկվում են քիմիական, ռադիոակտիվ եւ այլ վնասակար նյութերով աղտոտման։ Մեջբերման վերջը։ Ահա այսպես տեղին մոգոնել, սարքել են այնպես, ինչպես իրենց է հարմար։ Իրենց խզբզանքներում ներառել են հենց այն, ինչ իրենք են ձեռնարկել ու իրականացրել հայերի նկատմամբ։ Էթնիկ զտում, տեղահանություն, օկուպացիա, աշխարհի բաց աչքի առաջ։ Սիրան Շմրադյան, ժամը լրատվական։ Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը խոզնավարում նկատել է քաղաքացիական ենթակառուցվածքներին վնաս հասցրած 2 կրակոցների հետևանքները, որոնք հնարավոր է արձակվել են ադրբեջանական բանակի դիրքերից։ Այս մասին հայտնել են Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունից։ Հիշեցնեմ, որ կիրակի օրվա ադրբեջանական կրակոցից վնասվել էր Սյունիքի Խոզնավար գյուղի բնակելի տներից մեկի տանիքին տեղադրված արևային ջրատաքացուցիչը։ Որքան համահունչ է Ադրբեջանի պետական հռետորաբանությունը խաղաղության գործընթացին, աշխարհը Երևանից եւ Բաքվից խաղաղության պայմանագիրը ակնկալում, Հայաստանը փորձում համաձայնեցնել ստորագրման տեղն ու վայրը, իսկ Բաքուն ավելի ուժգին հայատյաց հռետորաբանություն է զարգացնում։ Հայ մասնագետները ատելության խոսքը Ադրբեջանում հայատյաց հռետորաբանության դրսևորումներն ու նպատակները խորագրով զեկույց են պատրաստել, ներկայացրել ադրբեջանական քարոզչամեքենայի գեներացրած ու տարածած հիմնական բնորոշումներն ու պիտակավորումները հայերի մասին։ Մասնագետների հետազոտություններն ու ուսումնասիրությունները փաստում են Ադրբեջանում ատելության խոսքը աճում է երկրաչափական պրոգրեսիայով։ Խաղաղության գործընթացն առաջին հերթին հենց ատելության խոսքի բացառում է ենթադրում, բայց հայ-ադրբեջանական գործընթացում դա չկա։ Այստեղ պարզապես սատում են հայերին։ Ծայրահեղ որակավորումներ են տալիս, այդպիսով արդարացնելով նաև ցանկացած բռնություն։ Համեմատություններ կան կենդանիների հետ կամ հայերին նույն ներկայացնում են որպես անմարդկային էակներ։ Հատուկ ուսումնասիրություն է կատարվել բարձրաստիճան պաշտոնյաների եւ լրագրողների խոսույթի, որոնք հասարակական կարծիք են ձևավորում։ Այստեղ եւս պատկերը խիստ մտահոգիչ է, մինչեւ երկրի առաջին դեմք գեներացնում են թշնամական վերաբերմունք, հայերին անվանում ֆաշիստ, օկուպանտ ու ցեղասպան։ Այս պահվածքի իրավական գնահատականը ստանալու համար Հայաստանը վաղուց է դիմել միջազգային ատյաններ։ Իրավապաշտպանն ասում է, դրանց վերջնական արդյունքին կարելի է սպասել, եթե իհարկե հայցերի հետ կանչի գործընթացը տեղի չունենա։ Ուղիղ ձևով արձանագրված է, որ Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա ատելություն հրահրելուց եւ հայերի նկատմամբ պետական մակարդակով խտրական քաղաքականություն վարելուց։ Այս ժամանակավոր միջոցները միտված են ապահովելու նախադրյալներ մինչև դատական ակտի կայացումը։ Պարզապես խոսք չէ, որ ասում ու անցնում են առաջ։ Ադրբեջանագետը ասում է, պաշտոնական խոսքում առանձին տեղ ունեն զավթողական նկրտումները։ Դրանք եղել են ոչ միայն Արցախի, այլ նաև ամբողջ Հայաստանի հասցեին։ Ադրբեջանի համար հակամարտությունն ու տարածքային պահանջները միայն Արցախով չեն սահմանափակվում։ Ասում է, որ այս տարածաշրջանում Հայաստան երբեք չի եղել, այսօրվա Հայաստանը մեր հողն է, այսպես շատ ուղիղ տեքստով հստակ զավթողական ծրագիր է։ Մյուս դրվագով այդ նույն ելույթի ցույց է տալիս, որ այդ խնդիրը ինքը բարձրաձայնում է բացառապես, որովհետև համարում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, այսինքն ցույց է տալիս իր հետագա նպատակները, ցույց է տալիս, որ երբեք խնդիրը Լեռնային Ղարաբաղով չի սահմանափակվել։ 2020 թվականից հետո էական փոփոխություններ են կրել Ադրբեջանի հանրակրթական դպրոցների պատմության դասագրքերը։ Պատմական խմբագրումները առավել ակնառու են դարձել 2023-ից 24 թվականի հրատարակություններում։ Այդտեղ արդեն սևով սպիտակի վրա առաջ են տանում արևմտյան Ադրբեջան կեղծ թեզը։ Պարզից էլ պարզ է, որ սա միայն քաղաքական սպառման կոնտենտ չէ, այլ ծավալապաշտական զավթողական ծրագիր, որ մտքին դրել է Ալիևը։ Եվ պատկերացրեք, ուղղակի 5-րդ դասարանում երեխան առաջին անգամ անցնում է պատմություն առարկան եւ բացում է այդ առարկան ու տեսնում է, որ իր հարևանությամբ գտնվող Հայաստան պետությունը դա իր հողն է։ Դպրոցից մինչև կառավարական կաբինետ, բուհեր ու տարբեր նշանակության հաստատություններ Ադրբեջանում արմատական ատելություն կա հայերի նկատմամբ։ Դա ոչ թե հին բարքերի ավանդական շարունակությունն է, այլ նորացված պատկերացումների արտահայտություն։ Գրքերում, թերթերում, բոլոր վերնագրերում, հանրային հրապարակային խոսքում օգտագործվող ձևակերպումները փաստում են, նրանք հայերի հետ խաղաղություն չեն ուզում։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։
Բաքուն գործի է դրել պետական քարոզչամեքենան պատմությունը խեղաթյուրելու ու կեղծ նարատիվներով մեր հողերը սեփականացնելու իր զավթողական ծրագիրը առաջ մղելու համար։ Վատիկանի համաժողովից հետո այժմ էլ Լեհաստանի մայրաքաղաքում արևմտյան Ադրբեջան վերտառությամբ ցուցահանդես են կազմակերպել հայկական քրիստոնեական եկեղեցիներն ու հուշարձանները ադրբեջանական են հորջորջում, բարբաջանքներով լցնում եվրոպացիների ականջները։ Չի հանդարտվում Բաքուն, բոլոր հնարավոր լծակներն օգտագործում է յուրացնելու հայկական մշակույթը։ Այս անգամ ավելի ուժգին է զարկ տվել երևակայությանը։ Վարշավայում բացված ցուցահանդեսում ներկայացրել են լուսանկարներ, պաստառներ, այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի պատմական ժառանգությունը խորագրով։ Պնդում են, թե Հայաստանում գտնվող շուրջ 3500 պատմամշակութային հուշարձան, 500 գերեզմանոց եւ 391 մզկիթ ադրբեջանական ծագման են։ Ինչ մզկիթների մասին է բարբաջում Ադրբեջանը։ Ոչ թե այդ արժեքները գոյություն ունեն, այլև Ադրբեջանը պարզապես ցուցահանդեսին կես նկարների, կես պատմությունների տակ փորձում է ներկայացնել, որ իբրև թե Հայաստանում կան այդ արժեքները եւ դրանք իբրև թե պատկանում են Ադրբեջանին։ Պատմական գրավոր աղբյուրները, քարտեզները վկայում են, որ Արաքս գետի հյուսիսում եւ Կովկասյան լեռնաշղթայի հարավում մինչև 1918 թվականը Ադրբեջան անվանմամբ որևէ պետություն գոյություն չի ունեցել։ Ցուցահանդեսում նաև Երևանը հիշատակվում է որպես Ռավան, Իրավան, Իրիվան։ Ներկայացվում են Երևանի Պարսից խաների պալատից, Երևանի Բերդից եւ մի շարք պատմական հուշարձաններից լուսանկարներ, կասկածի տակ դնելով պատմական փաստերը։ Ըստ մշակութային ժառանգության փորձագետի արևմտյան Ադրբեջան արհեստածին եզրույթով թշնամին նոր ինքնություն է կերտում։ Եթե 20-րդ դարի ադրբեջանական պատմագրության որոշ ակադեմիական գրականություններում այս տերմինը օգտագործվում էր, բայց չկային հստակ սահմաններ, թե ինչ իրենք նկատի ունեն արևմտյան Ադրբեջանի տակ, ապա 2007 թվականից սկսած այդ սահմանները պարզես թե արդեն հայտնի են եւ Ադրբեջանի Հանրապետության զբոսաշրջության եւ մշակույթի նախարարության հովանավորությամբ հրատարակված Ազիզ Ալակբարլի արևմտյան Ադրբեջանի հուշարձանների գրքում ներկայացված են այդ սահմանները եւ պարզվում է, որ դրանք Հայաստանի Հանրապետության նույն քարտեզն է, մակագրված որպես Օղուզ թուրքերի երկիր արևմտյան Ադրբեջան։ Ադրբեջանցիների երևակայությունը ցածկ է կատարում։ Երևանի պետական համալսարանի ավելի քան 1 դարյա պատմություն ունեցող սև շենքն են թիրախավորել։ Ցուցադրվող լուսանկարներում այն ցինիկաբար ներկայացնում են ադրբեջանական մշակութային արժեք։ Երևանի պետական համալսարանի շենքը ներառված է Հայաստանի Հանրապետության պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում եւ համարվում է պատմամշակութային ժառանգություն։ Վարդեն փաստորեն Հայաստանի գիտական կենտրոններն է թիրախավորում, դա նաև նշանակում է, որ Ադրբեջանը փորձում է յուրաքանչյուր ոլորտ ներխուժել, յուրաքանչյուր ուղղություն յուրացնել։ Ադրբեջանը վերաշարադրում է Երևանի պատմությունը, խեղաթյուրում պատմական փաստաթղթերը ստեղծելով նոր ինքնություն։ Այսպիսի միջոցառումներն իրականացնում են պետական բարձր հովանավորչությամբ, իսկ թշնամական այս երկրի քաղաքականությունը ըստ փորձագետի միջազգայնացվում է։ Բաքվի բռնապետը կանգ չի առնում, բացել են նույնիսկ արևմտյան Ադրբեջան կոչված պետական հեռուստատեսությունը, որով սեփական ժողովրդին կերակրում են ճիշտ նույն մաղձով։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման երկրորդ հատվածում, ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Անօթաչուների հարվածներ ուկրաինական քաղաքներին, Զելենսկու սպիտակ դրոշը, Կիևը պատրաստ է հրադադարի երկխոսության։ Թեժ կրքեր խորհրդարանում, լեզվակռիվը քաշքշուկի է վերածվել, ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորները անցել են ձեռնամարտի։ Տնային կալանքի տակ պահպանելով աշխատանքը, նոր առաջարկ կալանավորին օնլայն աշխատելու հնարավորություն։ Մենք վերադարձանք, շարունակում ենք աշխատանքը։ Սարսափ գիշեր Օդեսայի համար ռուսական կողմը անօթաչու թռչող սարքերով հարվածել է քաղաքին, հատկապես տուժել է քաղաքի խիտ բնակեցված տարածքում գտնվող շենքերից մեկը, բազմաթիվ բնակարաններ վնասվել են, վիրավորվել է 3 մարդ։ Ռուսական զինուժը հարվածներ է հասցրել նաև Զապորոժիեին եւ Խարկովին, կան զոհեր եւ վիրավորներ, որոնց թվում նաև երեխաներ։ Ուկրաինան պատրաստ է երկխոսության Ռուսաստանի հետ մասնակի քաղաքացիական օբյեկտներին հարվածելու արգելք ներառող հրադադար սկսելու համար։ Նախագահ Զելենսկին տեսաուղերձում պարզաբանել է, որ զինադադարի հասնելու ամենահեշտ ճանապարհը հրթիռային եւ հեռահար անօթաչու թռչող սարքերի հարվածների դադարեցումն է։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է քննարկել Զելենսկու առաջարկը։
Եվրամիությանը անդամակցելու Հայաստանի ձգտումը մտահոգիչ է համարել Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ Մոսկվայի անհանգստությունը նա պայմանավորվել է Արևմուտքի Հայաստանին աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելու ձգտմամբ։ Եթե Հայաստանը շարունակի Եվրամիությանը միանալու գործընթացը, ապա կվտանգի ԵԱՏՄ-ի այն առավելությունները, որոնց շնորհիվ Հայաստանը դինամիկ զարգանում եւ տնտեսական աճ է գրանցում, նշել է Գրուշկոն։ Վեճ հրմշտոց և լեզվակռիվ խորհրդարանում ազգային ժողովում մթնոլորտը շիկացել է ցեղասպանությունը օրանալու փոխադարձ մեղադրանքների պատճառով։ Ընդդիմությունից հայտարարել են, որ Հայաստան խմբակցությունը հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ է շրջանառության մեջ դրել, նշել, թե հարցի մի կողմում ազգային հիշողությունն ու արժանապատվությունն են, մյուս կողմում հայ ժողովրդի թշնամիները։ Իշխանական խմբակցությունից էլ նախագիծը երեսպաշտություն են որակել։ Ապա լեզվակռիվ է սկսվել, որից հետո պատգամավորները ձեռնամարտի են անցել։ Օր երկրորդ, ռաունդ երկրորդ։ Ամեն ինչ սկսվեց պատգամավորների լեզվակռվից։ Մեր խմբակցությունը շրջանառության մեջ է դրել հայոց ցեղասպանության ուրացման կոնկրետ հանցակազմի համար քրեական պատասխանատվության նախատեսող օրինագիծ։ Եկել եք 110 տարի անց, պարոն Մինասյանը եւ դուք ուզում եք երեսպաշտորեն բերեք նախագիծ ցեղասպանության ուրացումը քրեականացնելու համար։ Ազգային ժողովի նախագահի ձևակերպումը խորհրդանի բարձր ամբիոնից հունից հանեց ընդդիմադիր պատգամավորներին։ Դե դուք ձեր մեջ ներքին վեճ ունեք դաշնակցականներով Հայաստան դաշինքի մնացած անդամներն պլեն են ընկել այս խոսակցության։ Նստեք, ինչի՞ չանեմ։ Ինչի՞ չեմ, նստեք։ Կանգնի, Մինասյան։ Դել նստած մնա այդտեղ։ Լավ մանգապարտեզ չի։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարը հետաքրքրվեց։ Ինչու է հեռանում դահլիճից Գեգամ Մանուկյանը յուրաքանչյուր ելույթից հետո։ Ինչքան գիտեմ գնում եք ծխելու, չէ՞։ Ձեր ելույթները փաստորեն ձեզ էլ են ծխացնում։ Այդ պարզ է։ Բայց որտեղ եք ծխում, պարոն Մանուկյան, որովհետև ես գիտեմ, որ դուք դրսում համենայն դեպս չեք ծխում, որտեղ բաց տարածք, այսինքն դուք ծխում եք ազգային ժողովի շենքի տարածքում։ Իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների միջև վեճը հասավ իրար քաշքշելուն ու վիրավորանքներին։ Ալեն Սիմոնյանը հրահանգեց անջատել ուղիղ եթերը, հայտարարվեց 20 րոպե ընդմիջում։ ՊՊՑ աշխատակիցները մտան նիստերի դահլիճ։ Ազգային ժողովի օրակարգային հարցերից մեկը հայտարարագրման համակարգի ներդրումն էր։ Բոլոր այն քաղաքացիները ֆիզիկական անձիկ, որոնք հայտարարագիր կներկայացնեն այս տարի նախորդ տարվա եկամուտների համար, նրանց հայտարարագիր լրացնելու վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է։ Նույն կերպ, ովքեր հայտարարագիր լրացնելու են հաջորդ տարի այս տարվա եկամուտների համար, իրենց համար նույնպես վերջնաժամկետ է դառնում նոյեմբերի 1-ը, սկզբնաժամկետը դառնում է մարտի 2-ը։ Դրանից հետո հայտարարագիր ներկայացնելու ժամկետ կսահմանվի մարտի 2-ից հուլիսի 1-ը ժամանակահատվածը։ Եթե օրինակ որևէ ֆիզիկական անձ, որևէ գույք է օտարել իրավաբանական անձի եւ այդտեղ եկամուտահարկ է գեներացրել, այդ իրավաբանական անձը այդ ինֆորմացիան պետական եկամուտների կոմիտեին կարող է փոխանցել մինչև մարտի 1-ը։ Այսինքն, եթե մարտի 1-ից հետո պետական եկամուտների կոմիտեն ունենում այդ ինֆորմացիան, ինքը քաղաքացու հայտարարագրի մեջ ինքնաշխատ տարբերակով կարող է լրացնել այդ բոլոր փոփոխությունները։ Քվեարկություն։ Ֆիզիկական անձանց 2024-ի հայտարարագիրը ներկայացնելու օրինագիծը ընդունվեց 60 կողմ 1 դեմ 29 ձեռնպատ ձայներով։ Դրա ժամկետը մայիսի 1-ից հետաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը։ Հայտարարագիր չներկայացնելու դեպքում նախատեսված է նախազգուշացում։ Եթե քաղաքացին 30 օրվա ընթացքում հայտարարագիր չներկայացնի, ապա տուգանքը կլինի խորհրդանշական 5000 դրամ։ Եթե այս ժամկետն էլ չարաշահավի եւս 30 օրով, ապա տուգանքը կկրկնապատկվի կազմելով 10000 դրամ։ Նայիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Տնային կալանքի տակ լինելը խոչընդոտ չէ աշխատելու համար։ Խորհրդարանական գլխադասային հանձնաժողովը այսօր դրական եզրակացություն է տվել կառավարության նախագծին, ըստ որի եթե մեղադրյալի համար որպես պատիժ ընտրվել է տնային կալանքը, ապա նա կարող է շարունակել աշխատանքը հեռավար, եթե իհարկե այդպիսի հնարավորություն կա։
Եթե դատարանի որոշմամբ աշխատողի հանրային ծառայողի նկատմամբ տնային կալանք է կիրառվում եւ կալանքի կիրառման մասին որոշմամբ չեն սահմանվում այնպիսի սահմանափակումներ, որոնք անհամատեղելի են աշխատանքի կատարման հետ, ապա տվյալ անձը կարող է բնակության տարածքից հեռավար եղանակով կատարել իր աշխատանքային պարտականությունները, եթե գործատուի հետ նման համաձայնություն է ձեռք բերել եւ եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս։ Մյուս բոլոր դեպքերում, երբ դատարանի որոշմամբ կիրառված սահմանափակումները անհամատեղելի կլինեն աշխատելու հետ, ապա տնային կալանք կիրառելու պահից մինչեւ այն փոփոխելը աշխատողի լիազորությունները կհամարվեն կասեցված։ Կառավարությունն է այս օրինագիծը խորհրդարան բերել։ Համանման կարգավորումներ նախատեսվել էին կալանքի դեպքում, բայց քանի որ քրեական դատավարության նոր օրենսգրքով սահմանվեց տնային կալանքը որպես այլընտրանքային խափման միջոց, այս դեպքում արդեն օրենսդրական բաց ունեինք եւ սրանով հարցը կկարողանանք լուծել։ Այսպիսով ըստ փոխնախարար Դադունցի հստակեցնում են օրենսդրությունը։ Առաջին ընթերցումից հետո կառավարությունը հանդես է եկել մի քանի առաջարկներով։ Ըստ այդմ գործադուն հիմք է ընդունում տնային կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշման վերաբերյալ քննիչի տրամադրած գրավոր տեղեկացումը։ Նախագծում ունեինք մի կարգավորում, ըստ որի երբ տնային կալանք էր կիրառվում, պետք է տնային կալանքի կիրառման մասին որոշումը ուղարկվեր գործատուին, բայց այս հարցը քննարկել ենք դատավորների բարձրագույն դատական խորհրդի հետ եւ մտահոգություններ կային առայն, որ որոշման ամբողջական որոշման տրամադրումը կարող էր նախաքննական գաղտնիքի բացահայտման ռիսկեր առաջացնել։ Այդ իսկ պատճառով մենք հիմա առաջարկում ենք այնպիսի խմբագրություն, որ ոչ թե ամբողջ որոշումը տեղեկացվի ուղարկվի գործատուին, այլ քննիչը որոշումը ստանալուց հետո այդ մասին անհապաղ կտեղեկացնի գործատուին։ Մեկ այլ առաջարկով լրացում է կատարվել նաև քրեական դատավարության օրենսգրքում տնային կալանքը որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառելու կամ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու մասին որոշման վերաբերյալ քննիչն անհապաղ գրավոր տեղեկացնում է մեղադրյալի աշխատավայր, նշելով դատարանի որոշմամբ կիրառված սահմանափակումների բնույթն ու ծավալը։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։ Ինչ է լինելու Նուբարաշենի աղբավայրի ճակատագիրը։ Հավագանի նիստում մայրաքաղաքի աղբահանության հարցը կրքեր է բորբոքել, վիրավորանքներ են հնչել։ Ընդդիմությունը մեղադրել է իշխանություններին աղբը վերամշակելու փոխարեն աղբի վարձը թանկացնելու համար։ Հավագանու նիստում որոշվել է արտոնություններ սահմանել պատերազմի զոհերի ընտանիքների համար։ Էլում ինչպիսի արտոնություն է տրվել, Նայիրի Մուրադյանի ռեպորտաժում։ Նուբարաշենի աղբավայրի ճակատագիրը դեռևս անհայտ է մնում։ Մի քանի տարի է քննարկվում է աղբավայրը փակելու թեման։ Նոր աղբավայրի կառուցման համաձայնագրի ստորագրման ամսաթիվն էլ գրեթե յուրաքանչյուր տարի հետաձգվում է։ Ավելի քան 10 տարի աշխատանքներ տարվեցին վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի հետ։ Ծրագիրը սակայն չեղարկվեց։ Որովհետեւ հասկացանք, որ հեռանկար չունի, քաղաքապետարան մասնավոր միջազգային որևէ գործընկերության տրամաբանությամբ իրականացվելիք ծրագիր, որը իր մեջ կներառի աղբավայրի փակումը եւ նոր վերամշակման կայանի կառուցումը։ Հավագանու ընդդիմադիր անդամներն էլ առաջարկում են Երևանում կուտակվող հսկայածավալ աղբը մշակել եւ ոչ թե բարձրացնել աղբահանության վճարը։ Պետք է այդտեղից սկսեին աղբահանության խնդիրը լուծել, այլ ոչ թե բարձրացնեին աղբահանության վարձը։ Երկու հսկայածավալ աղբավայր գոյություն ունի Երևանում, որոնք ուղղակի թունավոր հանքավայրեր են։ Մեկը Նուբարաշենը, մյուսը Աչափնյակ համայնքում գտնվող աղբավայրերը։ Սա խոսում է այն մասին, որ ոչ միայն գետ են, անգրագետ են, չգիտեմ, անբարոյական են, այլ նաև կոռուպցիաներներ են եւ կոռուպցիայի մեջ ահավոր թաթախված գաստրոլորներ են։ Փոստանջյանի այս հայտարարությանը արձագանքեցին Ավագանու իշխանական թևի ներկայացուցիչները։ Երևան քաղաքն են, ապահանում, Հետո Ավագանու Հանրապետություն եւ Մայր Հայաստան խմբակցության անդամները սկսեցին հարցախեղ տանել մեկը մյուսին, թե ով որ ճամբարն է ժամանակին փոխել եւ ում է ծառայում։ Պարոն Սուչասյան, շատ կուզեմ հասկանալ, վերջը որ մանուկն եք, այն 1000 ճամբար փոխած, 1000 քաղաքական դրան դեմը չոքած։ Բնական է, ճշմարտությունը նյարդեր է ջղաձգում։ Մարդիկ չգիտեն էլ ինչ կարգի, ինչ ձայներ հանեն, ինչ ձևի իրենց կոնտրոլը կորցնեն։ Մի րոպե,
Հունվարի 1-ից աղբահանության վճարի հաշվարկումը կատարվում է ըստ բնակարանի մակերեսի 1 քառակուսի մետրի համար 13 դրամ։ Նախկինում աղբահանության վճարը կատարվում էր ըստ բնակարանում գրանցված անձանց թվի, անձը 200 դրամ։ Քաղաքապետարանը որոշել է մի շարք խմբերի համար աղբահանության վճարների արտոնություններ սահմանել։ Չեն վճարի մարտական գործողությունների, Արցախյան պատերազմների, հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ զոհված, գերեվարված, անհետ կորած կամ անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքի անդամները, ռազմական գործողությունների ժամանակ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները աղբի համար չեն վճարի բաժնային սեփականության իրավունքի դեպքում իրենց բաժնի մասով։ Աղբի համար չեն վճարի նաև միայնակ չաշխատող կենսաթոշակառուները բաժնային սեփականության իրավունքի դեպքում իրենց բաժնի մասով։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Կրկին դադարմերը եթերում կվերադառնանք քիչ անց։ Տրանսպորտային թնջուկ, որ չի հանգուցալուծվում, Երևան աշտարակ մայրուղին կրկին փակվել է, ինչու չեն գոհանում պրոշյանցիներն ու քազախցիները։ Շամիր ամիսը սրահում 4 մարդու սպանությունից 8 տարի անց հայտնի է մարդասպանի պատիժը, Քալաշյանը կնստի ցմահ։ Կաթված եւ սրտի անբավարարություն Պոնտիֆիկոսի մահվան պատճառը, Հռոմի Պապը վերջին հանգրվանը կգտնի իր սիրած աղոթատեղիում, Սանտա Մարիա Մաջորեում։ Արմենիայի եթերում նորությունների ժամը շարունակվում է։ Հանրապետությունում արյան պահանջարկ կա արյան բանկը համալրելու և միշտ թարմ պահելու համար անհրաժեշտ են մշտական դոնորներ, բայց միայն դա բավարար չէ։ Ոչ թե պետք է սպասել արտակարգ իրավիճակի, այլ անհրաժեշտ է արյունատվության մշակույթ ձևավորել, ասում են բժիշկները։ Նվիրատուն պիտի հասկանա, որ բարեգործություն է անում, ինչ որ տեղ, ինչ որ մեկը քո արյան կարիք ունի։ Արդեն անհնար է հիմնվել միայն կադրային դոնորների ու հիվանդների հարազատների վրա, ասում է Յոլյան արյունաբանականի փոխտնօրենը։ Տարեց տարի է ավելանում արյան պահանջարկը, նաև կադրային դոնորների, եթե տարիներ առաջ առնվազն 5000 նվիրատու էր պետք, ապա այսօր 6-7 000։ Մի քանի կոմպոնենտ կա այստեղ, նախ այո, բուժառուների թիվն է ավելանում, երկրորդը բուժման տակտիկաներն են փոխվել եւ երրորդը այսօր արյան փոխներարկումը ավելի անվտանգ է դարձել։ Առաջ որոշակի բարդություններ են լինում հետփոխներարկման ռեակցիաներ եւ շատ բժիշկներ խուսափում էին արյան փոխներարկելուց, միայն կյանքի խիստ ցուցումով էին գնում այդ քայլին։ Այսօր որակը բարձրացնելու հետ կապված արյան փոխներարկումը գրեթե անվտանգ է դարձել եւ շատ բժիշկներ արդեն դիմում են այդ քայլին, որպեսզի մի 2-3 օր շուտ հիվանդին ոտքի կանգնացնեն եւ այդ ամենը իրար հետ բերում է պահանջարկի ավելացման։ Ու որպեսզի իր հերթին մի բան էլ բարձրացված պահանջարկը հնարավոր լինի ինչ-որ չափ մեղմել, մասնագետներն ուսումնասիրեցին միջազգային փորձը ու եկան եզրահանգման, որ մեզ դոնորության մշակույթ է պետք։ Յուրաքանչյուր քաղաքացի իր պարտքը համարի ժամանակ առ ժամանակ արյուն հանձնել, չսպասելով արտակարգ իրավիճակի։ Մշակել են արյունատվության արշավ եւ Երևանի եւ մարզերի համար, անձամբ են գնում արյան հետևից։ Նախկինում ավելի պատկերացումները ավելի սահմանափակ էին եւ հիվանդությունների վերաբերյալ եւ արյունատվության վերաբերյալ, հիմա մարդիկ ավելի ինֆորմացված են, ավելի շատ ինֆորմացիա ունեն հիվանդությունների մասին եւ դրանց բուժման կոմպոնենտում ներառվում են նաեւ արյան ներարկումները, դա մի նյութ է, որը չի կարող արտադրվել կամ ստեղծվել բուն, մարդիկ պետք է հանձնեն, որպեսզի հիվանդներն էլ կարողանան այդ արյունները ստանալ եւ հասնել մեր բուժման ցանկալի արդյունքին։ Եվ կարծում եմ վերջի տարիներին որոշ չափով կա դրական դինամիկա մարդկանց պատկերացումներում արյունատվության առումով։ Բայց դեռ աշխատելու տեղ շատ կա։ Հայաստանի 10 մարզերից ուղիղ կեսում 5-ում հիմա կա արյան հավաքագրման մշտական կայան։ Շրջիկ խմբերով փորձում են նաև մյուս 5-ն ակտիվացնել, թեպետ արյան հավաքագրման յուրաքանչյուր ակցիա միայն 1-2 օրվա խնդիր է լուծում։ Վաղն ի դեպ էջմիածնում են նրանք լինելու։ Համայնքային ու ուժային որոշ կառույցներն արդեն հայտնել են, գնալու են արյուն հանձնեն։ Նրանց կարող է միանալ յուրաքանչյուր քաղաքացի, եթե իհարկե մտքով եւ առողջությամբ պատրաստ է դոնորության։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։
Քազախցիների եւ պրոշյանցիների տրանսպորտային թնջուկը ոչ մի կերպ չի հանգուցալուծվում 12 օր լուր մնալուց հետո այսօր նրանք կրկին փողոց են դուրս եկել փակել աշտարակի մայրուղին։ Պահանջը նույնն է վերականգնել ավտոբուսային նախկին երթուղիները մինչև իրենց գյուղեր։ Անհնազանդության ակցիան տարածքային կառավարման պատասխանատուները ապակառուցողական են համարել, ասել խնդիրը լուծելու մի քանի տարբերակ կա։ Մանրամասները Սիլվի Մուրադյանի ռեպորտաժում։ Պրոշյան եւ Քասախ համայնքների բնակիչները դարձյալ բողոքում են պահանջելով, որ 25 եւ 59 համարի ավտոբուսները երթուղին շարունակեն մինչև իրենց համայնքները։ Մինչև այդ Երևան հասնելու համար վճարում էին 150 դրամ։ Հիմա Երևանի քաղաքապետարանը որոշել է, որ նոր երթուղին սպասարկելու է մուլտիտրանսպորտ ընկերությունը եւ ուղևորը լինելու է 250 եւ 200 դրամ։ Ինչպես ավելի վաղ ներկայացրել էին բնակիչները, նոր երթուղին ընդամենը 7 կիլոմետր է իրենց համայնքներից մինչև ֆիզիկայի ինստիտուտ։ Վերջին ավտոբուսը նախատեսված է ժամը 19:30-ին, այնինչ նախկին երթուղին ավելի երկար է եղել։ Վերջին կանգառը հաղթանակի զբոսայգին։ Ապրիլի 9-ին էլ հանդիպել են կառավարության ներկայացուցիչների հետ, հանդիպումից գոհ չեն։ Ոչ մի զիջման չգնացին մեր ժողովրդի կընտրանք պահանջին, մերժեցին ու ասեմ ձեզ, երկու շաբթի օրվանից պետք է չլինեին ավտոբուսները ըստ իրենց հայտարարության։ Պրոշյանցի Մարիամ Պետրոսյանն էլ ասում է, կառավարությունն օրենքն ընդունել է 2006 թվականին։ 19 տարի չեն անդրադարձել այդ կետին, 2021-ին մրցույթ է հայտարարվել, որին մասնակցել է միայն մուլտիտրանսը եւ շահել 250 դրամ ուղևորցի արժեքով։ Բնակիչներին կասկածելի է թվում, ինչու է մրցույթին ընդամենը մեկ ընկերություն մասնակցել։ Երևանը եկել Քասախից անցել է։ Բլենեք ժողովուրդ։ Գնացել ասել է պաշտպանության նախարարություն, հենց տեսեք քանի կիլոմետր է հեռու։ Ընդամենը 500 մետր պետք է գյուղ մտնի, դրա համար այսքան ժողովրդին հանել են ոտքի։ Նույնը Պրոշյանի ժողովրդի համար, այնտեղ էլ 1 կիլոմետրի հարցը։ Եկել մտնել է Պրոշյանի տարածք, վարչական տարածքի մեջ է Պրոշյանի։ Ինչի համար է այդ քաղաքային ավտոբուսը հանվում։ Երբեմն քննարկումների ժամանակ այդ հարցերը տվել եք, ինչ են ձեզ արձագանքել։ Փոխնախարարի իմ տված 3 հարցերից ոչ մեկին չպատասխան։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն էլ պարզաբանում է, որ հանդիպումների ընթացքում բնակիչներին խնդրի լուծման տարբերակներ առաջարկել են։ Փոխադրավարձի նվազեցում Պրոշյան Երևան 200 դրամ, Քասախ Երևան 150 դրամ։ Նաեւ սահմանված երթերի քանակի ավելացում, Երևանի տրանսպորտին հասանելիություն բնակավայրերին հարող միջպետական ճանապարհից, տրանսպորտային միջոցների թվաքանակի ավելացում եւ Երևանում վերջնակետի փոփոխություն։ Գերատեսչությունից ապակառուցողական են գնահատել կրկին բողոքի ակցիաներ ձեռնարկելը։ Շատ չանցած ակցիան ավարտվեց, բողոքավորները ցրվեցին։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։ Զողանքների եւ անապատացման դեմ պայքարին է լծվել Հայաստանի խոշոր օպերատոր Վիվան։ Իմանտար Հայաստան կազմակերպության հայտ 3 տարի առաջ Վիվայի անվանական անտառը տնկվեց Ջրաշենում, հետո Լոռու եւս 2 համայնքում։ Ընդհանուր առմամբ 38,000 ծառ է տնկվել։ Անտառը, որը ստեղծում է Վիվան, դառնալու է կանխարգելիչ միջավայր, որ կպաշտպանի էկոհամակարգը մեծ ու փոքր բնական աղետներից։ Արդեն 19 տարի Հայաստանի տարբեր մարզերում բնապահպանական նշանակության ծրագրեր իրականացնող Վիվան հետևողական ջանքեր է գործադրում կանաչ մտածողության ապահովման ուղղությամբ։ Երկարաժամկետ ծրագրերի հիմքում ոչ միայն դասական պատկերացմամբ բնապահպանությունն է ծառատունք կազմակերպելով, այլև գլոբալ խնդիրների, անապատացման, սողանքների դեմ պայքարը եւ ջրային ռեսուրսների ավելացումը անտառաստեղծման ճանապարհով։ Սա մեր կեչիներն է, ջոկում եմ իրանց, որը մի փոքր լավ չեն աճե, թողնում ենք մի քիչ ուշ փոխենք, մեծերը արդեն ուղարկելու են անտառ։ Արդեն տարիներ շարունակ Վիվան գործակցում է Իմանտար Հայաստան կազմակերպության հետ, համատեղ բազում ձեռքբերումներ ունեն։ Դրանցից վերջին օրինակ բարձր լեռնային հատվածներում, որտեղ սահմանափակված է անգամ լիաքարշ մեքենաների ընթացքը, հաջողվել է ապահովել տնկիների կպչողականության ցանկալի արդյունք, երաշխավորելով հետագայում անտառի ձևավորումը։ Վիվայի հետ գործընկերությունը շատ բարձր ենք գնահատում, որպես մի գործընկեր, որին կարելի է վստահել, արդեն 3-րդ տարին է Վիվան մեր կողքին է, այնտեղ որտեղ մենք աշխատում ենք։ 2022-ին տնկել ենք այստեղ Ջրաշեն համայնքի հողերի վրա, 2023-ին միասին աշխատել ենք Կուրասարում, 24-ին տնկել ենք Լեռնաջուր համայնքում եւ սա իսկապես հետեւողական մոտեցման վառ օրինակ է։ Բոլոր բնակավայրերում օգտագործվում է տեղի բնակչության աշխատուժը, սկզբունք է, ինչն էլ իր հերթին նպաստում է համայնքի զբաղվածության ավելացմանը։ Յուրաքանչյուր սեզոնին համայնքներից հավաքագրվում է մինչև 200 աշխատակից։ Կադրում օրինակ Հասմիկ Խաչատրյանն է ու իր գործընկերը, փոքր ու մեծ տնկիներն են առանձնացնում։ Մեծերն անտառ կուղարկեն, փոքրերի դեպքում կսպասեն աճելուն։ Այս աշխատանքը ինձ տալիս է եկամուտ, հետո ունեմ հիմնական աշխատանք,
Երկրից դուրս չեմ գալիս, կարևորը այդ է, ես իմ ընտանիքի հետ եմ լինում, առավոտները գալիս եմ, երեկոյան իմ ընտանիքի հետ եմ լինում։ Իդեպ, անտառտնկման բոլոր տարածքներում տնկված շուրջ 38,000 ծառերը բացառապես տեղական անտառային տեսակների են՝ վայրիտանց, խնձոր, կաղնի, սոճի, թխկի եւ այլն, որոնց տնկիներն աճեցվել են Իմ անտառ Հայաստան կազմակերպության տնկարաններում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Ֆրանցիսկոս Պապի մահվան պատճառը կաթվածն ու դրան հաջորդած սրտի անբավարարությունն է, հայտնել են Սուրբ Աթոռից։ Ընդունված կարգի համաձայն Հռոմի Պապի հուղարկավորությունը տեղի է ունենում նրա մահից 9 օր անց։ Այդ օրերին եկեղեցիներում հոգեհանգստյան պատարակներ կլինեն։ Պապի հոգեհանգիստը տեղի կունենա Սուրբ Պետրոսի հրապարակում առանց շքեղ արարողակարգերի։ Պապն ինքն էր իր մահից առաջ բարդ ընթացակարգերը պարզեցրել։ Ֆրանցիսկոս Պապը ցանկություն է հայտնել թաղվել Սանտա Մարիա Մաջորե բազիլիկայում իր սիրելի աղոթատեղիում։ Շամիրամի սգոսրահում 4 մարդու աղմկոտ սպանությունից 8 տարի անց հայտնի է մարդասպանի պատիժը։ Դատարանը Թելման Քալաշյանին դատապարտել է ՑՄ ազատազրկման։ Այս եւ օրվա մյուս ուշագրավ մեկ տեսաշարով։ Ցեղասպանության հրապարակային հերքումը Հայաստանի Հանրապետությունում քրեորեն պատժելի արարք դիտարկվում է արդյոք։ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն է հարցրել քննչական կոմիտեի նախագահին։ Արթուր Պողոսյանը նշելով, որ տվյալ արարքը օրենսգրքով արգելված է, նաև հավելել է, որ գործող քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածում նախատեսված է հանցակազմ, որը ձևակերպված է հետևյալ կերպ. ցեղասպանությունը կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը, արդարացնելը, քարոզելը կամ վնասակարությունը նսեմացնելը քրեորեն պատժելի են։ Դատարանը մեղավոր է ճանաչել 4 անձի սպանած 7 անձի տարբեր ծանրության հրազենային վնասվածքներ պատճառած ամբաստանյալ Թելման Քալաշյանին եւ նրան դատապարտել ՑՄ ազատազրկման։ 2017 թվականին տոկոսադրույքի հաշվարկով կուտակված պարտքի եւ հիմնական գումարի ստանալու շուրջ ծագած վիճաբանության հետևանքով Քալաշյանը որսորդական հրազենով զինված մտել էր Արագածոտնի Շամիրամ գյուղի սգոսրահ եւ 7 անգամ կրակել սրահում գտնվողների ուղղությամբ, ինչի հետևանքով մահացել էր 4 մարդ, վիրավորվել 7-ը։ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրամաս է բացահայտվել։ Իրականացված ստուգման ժամանակ օղու արտադրության համար նախատեսված սարքավորումներ, տարբեր տնտեսվարողների պիտակներով օղու դատարկ շշեր, խցաններ, ինքնաշեն ֆիլտրեր, տարբեր տարաներով սպիրտային հեղուկներ, 1 տոննա տարողությամբ սպիրտանման հեղուկով չժանգոտվող պողպատյա տարա է հայտնաբերվել։ Արտադրությունն իրականացվել է առանց ծանուցման, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս, կատարվել է պետությանը հասցված վնասի նախնական հաշվարկ, քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական բարույթ։ 3 ապրիլի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում ժամը 14-ի սահմաններում Արտաշատ քաղաքից Ոստան գյուղ տանող ճանապարհին բախվել են Արարատի մարզի բնակչի վարած Nissan Tiida եւ Երևանի բնակչի վարած Nissan Rouge մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով վարորդները եւ 7 ուղևոր մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները։ Վթարի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական բարույթ։ Տրանսպորտային հոսքերի անցանելիության ավելացման նպատակով ապրիլի 23-ից մայրաքաղաքում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ։ Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Աբովյան եւ Իսահակյան փողոցների խաչմերուկից դեպի Կորյուն փողոց երթևեկող մեքենաների համար Աբովյան եւ Կորյուն փողոցների խաչմերուկում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան կապամոնտաժվի։ Ապամոնտաժվելու է նաեւ Մաշտոցի Պողոտա Ամիրյան փողոց խաչմերուկում, Մաշտոցի Պողոտա Խորենացի փողոց խաչմերուկից դեպի Ամիրյան փողոց երթևեկող մեքենաների համար տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Եվ վերջում մոթերևութաբանական կանխատեսումների մասին իդեպ եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը իր հուսալի անվտանգ եւ գերխնայող գազի կաթսաներով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստեր գերխանութների ցանցում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ։ Իսկ այժմ եղանակի մասին ավելի մանրամասն։ Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռներում սպասվում է 13-ից 18 աստիճան ջերմություն։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում 16-ից 21, Լոռիում 16-ից 20, Տավուշում
Շուշում սպասվում է 18-ից 21, Արարատում եւ Արմավիրում 20-ից 22 աստիճան ջերմություն։ Սյունիքի Հովիտներում կլինի 23-ից 26, իսկ Սյունիքի Նախալարներում 17-ից 20 աստիճան ջերմություն։ Երևանում գիշերը սպասվում է 9-ից 11 աստիճան ջերմություն, ցերեկը 17-ից 19, իսկ երեկոյան ժամերին 12-ից 14 աստիճան ջերմություն։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։